Ուզում եմ այսօր մի հատ կարևոր բան մասին խոսամ։ Նայեք, մենք գոհության այս process-ի մեջ սովորում էինք հետաքրքիր ճանապարհ գնացինք, սովորում ենք իրականում մեր զգացողությունները դաստիարակել, մարզել, զորացնել, որ մենք գոհության մարդիկ լինենք եւ մեր ամեն քայլերի մեջ, մեր ամեն գործերի մեջ սովորենք գոհության մեջ ման գանք։ Գիտեք, իրականում մենք պետքա դրա մեջ վարժվենք, որովհետեւ այնքան մեր ներսում բացասական բանի նկատմամբ շատ շուտ արձագանք կա, որ ես նկատել եմ, որ մենք այս աշխարհում մեր մեջ ոնց որ ձևավորել են, ոչ թե լավ բանին շուտ արձագանքենք, այլ վատ բանին շուտ արձագանքենք։ Ու ես նկատել եմ, որ մեր ամեն դժբախտությունները սկսում են, գիտեք, երբ որ մենք Աստծով չենք արձագանքում անգամ այս աշխարհի բացասական բաներին։ Մենք ավելի շատ մարմնով ենք արձագանքում, ու երբ որ մարմնավոր կերպով ենք արձագանքում, մենք ավելի շատ քննադատներ ենք դառնում եւ ոչ թե ինչ-որ մի իրավիճակ փոխողներ։ Տերը ուզում է, որ այս բանը փոխի մեր մեջ։ Ու գիտեք, ինչի է այսի կարևոր, որ մենք այս օրերի մեջ ինչի համար ենք գոհանում, որովհետեւ այդ գոհությունը մեր սիրտը զգայուն է դարձնում, որ մենք Աստծուն կարողանանք լսենք։ Երբ որ զգայուն ես դու դառնում, դու Աստծո ձայնը շատ շուտ ես սկսում լսել։ Այնքան շուտ, անգամ քո ընկած վիճակով վիճակ ես լսելու, եթե գոհացող մարդ ես։ Երբ որ տրտնջացող ես, մեղադրող ես, քննադատող ես, խնդրում եմ, էլի, գիտեք ինչ, Աստված քեզ չի կանչե դատելու, Աստված քեզ կանչել է օրհնելու, Աստված քեզ կանչել է բարեխոսելու։ Դա անգամ Աստված քեզ չի կանչե, որ ուրիշների սխալների մասին խոսաս։ Աստված քեզ կանչել է, որ դու օգնություն լինես ինչ-որ մեկին այդ սխալներից փրկելու համար, աղոթելով, կանգնելով, բարեխոսելով, եթե խոսքդ անգամ տեղ չի ասում, գոնե աղոթքը տեղ կասնի, բայց քո շուրթերը թող կյանքի համար բացվի։ Սիրելիներս, որովհետև Աստված պատվեր է տալի, ասում է կյանք ձայն բարձրացրու կյանք ձայն չունեցողների համար։ Ու դա պատվերը իր եկեղեցու համար, իր ամեն զավակների համար։ Գիտեք, ես ես մտածում եմ, դե թեմա ես շատ թեմաներ ունեմ։ Գոհության ոլորտը, որ ուսումնասիրում ես, թեմաները մեկից մեկ ծնվում են, մեկից մեկ։ Անկեղծ ասեմ, շատ թեմաներ կան, բայց սենց նստած եմ եկել Տերը սենց հոգուս մեջ սենց միտք բերեց, ասես խոսա հնազանդության մասին։ Խոսա հնազանդության մասին։ Գիտեք, ինչի սենց հարց էի տալի, որտեվ հնազանդության մասին խոսելը միշտ էլ կարանք խոսանք, ճիշտ է, բայց գիտեք, սենց ոնց որ մեջս հարցեր բարձրանում, ինչ ես ուզում, ինչ նկատի ունես, որ ուզում ես հնազանդության մասին խոսամ։ Գիտես, Տերը մի հատ սենց պարզ միտք է բերում իմ ներսում, ասում է բոլոր այն մարդիկ, ովքեր սովորեն հնազանդ լինել, նրանք շարժման մարդիկ կդառնան։ Ես հոգուս մեջ այս բանը լսեցի, որ այս աշխարհում շարժը ակտիվացում են հնազանդները։ Գիտեք ինչու, որովհետև կան շատ բան իմացողներ, շատ բան խոսացողներ, բայց ոչ թե շարժ բերողներ։ Շարժը բերում են հնազանդները։ Նրանք ովքեր հնազանդվեն, նրանք շարժման մարդիկ են դառնում։ Ու ես դա ուզում եմ ձեզի ցույց տամ Աստվածաշնչից։ Գիտեք, զարմանալի բան եմ տեսնում, որտեվ հենց նոր սենց բոլոր բաները սենց աչքից առաջ շատ արագ եկավ։ Ես հիմա պետքա հենվեմ Սուրբ Հոգու շարժին, որ խոսամ ինչ որ պետքա ձեր հետ խոսամ։ Որտեվ ես մենակ վերնագիր եմ լսել, թե ոնց կգնա այդ խոսքը, բայց ես գիտեմ որ կգնա, որովհետև Տերը ինչ որ լավ բան ուզում է քո կյանքի մեջ ակտիվացնի։ Ու Տերը ցույց տվեց, գիտեք ինչ տեսանկյունով։ Ոչ թե այն տեսանկյունով ոնց միշտ մենք գիտենք, որ հնազանդության մասին հենց լսում ենք, սաղ ուզում ենք ականջներից փակենք չլսենք։ Տերը այդ բանը չասեց, գիտեք ինչի, որովհետև եթե դու խոսաս հնազանդության մասին մեղադրանքի գույներով, դու փակում ես ճանապարհը շատերի համար։ Հնազանդությունը դա իրականում Աստծո շարժի բանալին է, որովհետև երբ որ դու հավատում ես, թող բոլոր ասեն, ով որ հավատում է, նա նաև հնազանդ մարդ է։ Որտեվ եթե դու հավատքի մարդ ես կամ հավատացող մարդ ես, ուրեմն պետքա որ հնազանդ մարդ լինես, որտեվ հավատքը հնազանդության հետ է գործում։ Առանց հնազանդության հավատքը չի աշխատում։ Որտեղ մարդը ասում է ես հավատք ունեմ, բայց անհնազանդ ապրելակերպ ունի, այնտեղ հավատք չկա, այնտեղ մենակ հասկացողություն կա։ Որտեղ հավատք կա, այնտեղ հնազանդություն կա, որտեվ հավատքը առանց հնազանդության չի գործում։ Ու գիտեք, ես մի բան տեսա, որ հնազանդությունը շարժ է սկսում ակտիվացնել։ Ու այդ այնքան արագ եկավ իմ տեսադաշտի մեջ, որ ես կարամ համարձակ հիմա խոսամ դրա մասին։ Սուրբ Հոգին ստեղ ներկա է, ինքն է հաստատողը, ինքն է օգնողը, ու ես գիտեմ, որ ինքը ինչ-որ լավ բան անելու է մեր համար։ Գիտեք, երբ որ մենք ծոմապահության այս օրերի մեջ անցնում ենք, մենք ինչ ենք անում մեր մեջ։ Մենք վարժեցնում ենք մեզ։ Ուզում եմ մի հատ կարևոր տեղ ձեզ կարդամ Եբրայեցիների 5-րդ գլխի, կարծեմ, որ խոսքն է։ Հեսա այդ խոսքը բացեմ ձեզ համար։ Շատ կարևոր խոսք է։ 5-րդ գլխում հեղինակ այսպեսի բան ասում։
Ուշադրություն եկեք դարձնենք հենց 7-րդ խոսքից։ Ասում է նա, որ իր մարմնի օրերում Հիսուսի մասին ասում, աղոթք եւ աղաչանք սաստիկ աղակով արտասուքով մատուցանում էր նրան, որ կարող էր ազատել նրան մահից, եւ լսվեցավ իր բարեպաշտության համար, թեև որդի էր, այն չարչարանքներից հնազանդություն սովորեց, եւ երբ որ կատարվեցավ բոլոր իրան հնազանդողների համար հավիտենական փրկության պատճառ եղավ։ Ուշադրություն դարձրեք 9-րդ խոսքին։ Եվ երբ որ ամեն ինչը կատարվեցավ, բոլոր չի ասում իրան հավատացողներին։ Թեպետև հավատք իր մեջ հնազանդություն ունի։ Ուշադրություն դարձրեք խոսքը, որ ասում է բոլոր իրան հնազանդողներին համար հավիտենական փրկության պատճառ եղավ։ Ուրեմն հավատքը առանց հնազանդության չի լինում։ Եթե դու հավատում ես, ամենառաջի բաներից մեկը դա հնազանդությունն ալնելու։ Ու այդ հնազանդությունը քո համար փրկության ակտն է կյանքի բերում։ Այսինքն որ փրկությունը սկսում է քո համար շատ ուժեղ ակտիվանալ, որտեղ ինքն է ասում բոլոր իրան հնազանդողներին հավիտենական փրկության թեման բացեց։ Հնազանդողներին։ Ուրեմն եթե դու հավատում ես Աստծուն, նշանակում է դու նաև հնազանդվում ես Աստծուն։ Լսում եք։ Եթե ասում ես ես հավատում եմ Աստծուն, բայց իրան չես հնազանդվում, դու խաբկանքի մեջ ես գտնվում։ Քո միտքը գիտի, որ ինքը հավատք ունի, բայց ինքը այդ հավատքի չի համագործակցում, որտեղ հավատքը ինքը դիտարկում է իր մեջ հնազանդություն։ Եթե մենք հնազանդվում ենք, ուրեմն մենք հաղթանակի մարդիկ ենք դառնում, մենք շարժման մարդիկ ենք դառնում, մենք փոփոխություն բերող մարդիկ ենք դառնում։ Հետո ստե մենք տեսնում ենք շարունակությունը։ Նայեք 10-րդ խոսքը։ Աստվածանից անվանվելով քահանայապետ Մելքիսեդեկի կարգի պես, որի համար շատ բան ունենք ասելու, եւ դժվար է մեկնել, որովհետեւ դուք դանդաղ եք լսելիքով։ Պատկերացեք խոսում է հրեա ժողովրդի հետ, հրեա լսարանի հետ, որովհետեւ եբրայեցիների թուղթը ավելի շատ այնձև մարդկանց հետ գործ ունի, որ խոսքը լավ գիտե։ Հեթանոսների հետ չի խոսում, խոսքը իմացող մարդկանց հետ է խոսում։ Ասում է շատ բան ունենք ասելու, բայց շատ ծանր եք լսելիքով։ Գիտեք ինչ հետի նշանակում շատ ծանր եք լսելիքով։ Այդ նշանակում է ձեր ներսում անհնազանդություն կա։ Դրա համար եք ծանր։ Որովհետև եթե դու լսում ես, բայց դրան չես հնազանդում, դու ծանր լսող ես դառնում։ Այդ նշանակում է, որ դու գործանող չես լինելու, շարժման մարդ չես լինելու, ծանրություն է գալու։ Ծանր լսողի բանալին սրա մեջ է, որ անհնազանդություն կա։ Նայեք հետո ինչ շարունակություն ասում։ Որովհետև ժամանակին նայելով պետքա վարդապետ լինեիք, կրկին կարոտ եք սովորելու, թե ինչ են Աստծո խոսքերի առաջին նշանագիրները, եւ կարոտողներ եղաք կաթի եւ ոչ թե հաստատուն կերակուրի, որովհետև ամեն ով որ կատնակեր է, լսեք ուշադիր, ասում է ամեն ով որ կատնակեր է, անհմուտ է արդարության խոսքին, որովհետև տղա է։ Սա խոսում է անհասուն դեռ կարգավիճակի մասին։ Ինչի է էսի կարևոր, որովհետև տղերքը դեռ իրանց հաճույքներով են տարված ու իրանք խնդիր ունեն հնազանդության։ Այս տարիքային մակարդակ ենք ասում, որովհետև այս տարիքում գտնվողները իրանք անհնազանդության խնդիր ունեն։ Եթե մենք ինչպես հավատացյալներ մեզ տղու պես ենք պահում, այդ նշանակում է մենք անհմուտ ենք դեռևս, որ մեզ վրա կարա մեկը հենվի։ Աստված ուզում է այս վիճակը փոխի։ Ինչի։ Լսեք շարունակությունը։ Բայց կատարյալների համար է հաստատ կերակուրը, որոնց զգայարանները վարժությամբ կրթված են բարին եւ չարը զանազանելու։ Դուք պատկերացեք, այստեղ արդեն խոսում է հասուն մարդիկ ինչ կարգավիճակում են, որ նրանք շատ արագ շարժվողներ են։ Ինչու՞, որովհետեւ կարողանում են ճիշտն ու սխալը շատ արագ զանազանել, ճշտի կողը կանգնել։ Լսում եք։ Եթե մենք այս բանին ուշադրություն չդարձնենք, ուրեմն մենք բաց կթողենք ինչ-որ մի բան։ Եթե ես ինձ պահեմ տղու պես, նշանակում է ես անհնազանդ եմ։ Հասկանում եք, էսի կարգավիճակը ոչ թե մարդու ֆիզիոլոգիա։ Մենք խոսում ենք, ասում ենք, վայ դաժե այն երկրին, որի տերը տղա է, ոչ թե հայր։ Էս ինչ է նշանակում։ Նշանակում է, որ ինքը իր տղայական հաճույքների հետևից հանգնելու, ոչ թե կառուցելու հետևից։ Իսկ դու պետքա կառուցող լինես, որովհետև ժամանակի առումով դուք ավելի շատ բան գիտեք, քան երբևիցե որևիցե միտեղ կարամ ես իմանամ։ Աստված ուզում է ձեզի գործածի յուրահատուկ ձևով։ Ձեր իմացածը չի ուզում, որ մնա ուղակի պարփակված։ Նա ուզում է դա
ակտիվացնի այս ամբողջ բովանդակ աշխարհի մեջ մեծամեծ բաներ իրականացնելու համար։ Տերն է ուզում, որտեվ ինքը այս հնազանդության թեման հենց դրա համար է բարձրացրել, որտեվ ես հոգուս մեջ ռեալ լսում եմ այս բանը։ Անց այնքան մի հատ բարդ երազ էս 2 օր առաջ ուղարկեցին, որ ասում են խնդրում ենք, էլ եթե կարաս ինչ-որ մի ձևով օգտակար լինես։ Այնքան շնորհակալ եմ Տիրոջը, որ Տերը տալիս է մեկնաբանություն։ Ու էդի այնքան մխիթարության ու շինություն ա բերում այդ մարդկանց, ովքեր հետո լսում են էդի, որ ես հետո կողքից ասում եմ, Տեր, ինչ լավ է, որ դու բացում ես։ Ես ասում եմ, ինչ լավ է, որ դու բացում ես։ Իմ զգայարանները շատ կրթում եմ շատ ամեն օր։ Ինչի որ ես արագ զանազանեմ ճիշտն ու սխալը, որ շատ արագ օգնություն լինեմ։ Ուրեմն ինչ ենք վերցնում ես համար, որ հնազանդ մարդիկ, նրանք արթնության մարդիկ են։ Հնազանդ մարդիկ։ Կապ չունի 10 տարվա հավատացել ես, թե երեկվա եկածնես։ Արթնությունը հնազանդների միջոցով ալնելու։ 10 տարվա հնազանդի միջոցով էլ։ Եվ նոր եկածի հնազանդության միջոցով էլ։ Կապ չունի դու ով ես։ Դու մենակ պետք է իմանաս, որ արթնությունը դա հնազանդների փեշակն է։ Արթնությունը դա հնազանդների գործն է։ Ու Տեր ուզում է դա ակտիվացնի։ Երբ որ դու հնազանդ ես, ուրեմն դու արթնության մարդ ես։ Երբ որ դու հնազանդ չես, դու հələ տղա ես, կաթնակեր ես, կաթի վրա ես նստած, նորից ու նորից քարցնես, բայց կետաս քո ձևերով կապրես։ Այդ ձև չի ուզում Տերը քո համար։ Տերը ավելի մեծ բաներ ունի քո համար։ Ու ինքը չի ուզում, որ դու կաթնակերի ստատուսի մեջ մնաս։ Նա ուզում է, որ դու դուրս գաս։ Այն որ ասում է համեղ կերակուրների հետ գործ ունենաս, հասուն մարդկանց պես լինես, շատ արագ կրթվելու հարցում։ Նայեք, հիմա մենք այս 40 օրեր ինչ ենք անում, մեր զգայարանները կրթում էինք գոհության համար, մեր զգայարանները կրթում էինք, որ կարողանանք զանազանենք, ինչը ճիշտ չի մեր կյանքում, շատ արագ փոխենք, ինչը ճիշտ է մեր կյանքում, շատ արագ զարգացնենք։ Լսում եք, որտեղ դու շատ չգիտես ինչ է գալու քո առջև։ Մի պատմություն մի օր լսեցի, այնքան դուրս եկավ այդ պատմությունը։ Մի օր պատկերացեք մի բժիշկ, որ գնում է այցելություն տների մեջ, մեքենայով բանով գնում է, իր շանը միշտ վերցնում է ու այն տարածքները, որ ինքը հետում է, այդտեղ գողություններ բաներ շատ են անում, դրա համար իր շանը հետը վերցնում է, որպեսզի իր մեքենայի կողը կապի շանը, որ հանկարծ մեքենայի ակերը չտանեն, հայլիները չտանեն, մի խոսքով։ Գալիս է մտնում է հիվանդի տուն, ու այդ հիվանդի հետ խոսում է, հիվանդն էլ արդեն մահամերձ վիճակում պարկած, դե ինչ որ օգնություն ցուցաբերում է, մեկ էլ այդ հիվանդը ասում է, բժիշկ ոնց ես մտածում, այդ մահվան դրան այն մյուս կողմը ինձ ինչ է սպասվում։ Այս բժիշկ շիվարած նայում է, չգիտի ինչ պատասխանի, մեկ էլ այդ պահին մեկը դուռը բացում է ու ներս է մտնում։ Ու այդ իր շունն ալնում։ Ու այս բժիշկը մի անգամ հայտնություն է ստանում, ասում է, ճիշտն ասած չգիտեմ քեզ ինչ է սպասում, բայց որ Տերը քեզ սպասում է այն մյուս կողմ հաստատ է դիլում, որտեղ մեր շունը ներս մտավ, այնտեղ ում տեսավ, իր տիրոջը տեսավ։ Դու էլ որ մտնես այն աշխարհ, դու առաջինը քո տիրոջը կտեսնես։ Դուք պատկերացնում եք, այդ ինչ ես այդ պատմությունը շատ եմ ոգևորվել։ Հնազանդ մարդիկ արթնության մարդիկ են։ Բայց ինչ ես պատմություն պատմեցի։ Վայ, հետաքրքիր է։ Լավ, ով գիտի, Աստված գիտի։ Լավ, եկեք շարունակենք։ Տերը ստեղ ներկա է, սիրելիներ։ Մենք խոսում ենք հնազանդության մասին։ Ուրեմն հնազանդ մարդիկ արթնության մարդիկ են։ Պատկերացրեք, երբ որ դու հնազանդ մարդ ես, դու արթնություն ես բերում քո տան մեջ, քո շրջապատի մեջ, քո հասարակության մեջ, դու հնազանդության բանալին պետք է հասկանաս, հնազանդությունը դա ինքնաարժեքազրկման գաղափար չի։ Հնազանդությունը աստվածային դա արթնության բանալի է։ Ինչու, որովհետև եթե ես ու դու չհասկանանք այդ արթնության բանալին, մենք բաց կթողենք։ Գիտեք, հավատացողները շատ են։ Անկամ Աստվածաշնչի մեջ մենք կարդում ենք, որ հավատքը ամեն մարդու բան էլ չի։ Ու հարցածում ինչի հավատքը ամեն մարդու բան չի, որովհետև հավատքի մեջ մի հատ կարևոր բանալի կա, դա հնազանդությունն է, սիրելիներ։ Մենք ուզում ենք շատ բան ունենանք առանց հնազանդության գնով, բայց Աստված ինքը շատ բան ակտիվացրեց հնազանդության գնով։ Ու չի նշանակում, որ եթե ինքը հնազանդության գնով մեր համար ինչ որ բան է ակտիվացրել, դա հավիտենական կյանքն է։ Մեզ համար պետք է անհնազանդության գնով ինչ որ բան ակտիվանա։ Այդպես չի լինում։ Մենք պետք է զանազանենք Տերը հնազանդության գնով մեր համար երկինքն է բացել։ Այդքան մեզ իրան մոտիկա բերե։ Մենք չպետք է որոշենք որտեղ հնազանդվենք, որտեղ չհնազանդվենք։ Նա պետք է
որոշի, որովհետև եթե ինքը քեզ կանչում է, պետք է ես ու դու հնազանդվենք։ Ինչու, որովհետև հնազանդության մեջ զորություն կա։ Մեր ամեն դժվարությունը ձգձգվում է։ Այս վերջերս մենք միտեղ աղոթքի ծառայություն էինք, Տերը խոսք տվեց, ասա սրա մասին, որ Աստծո զավակներին հարիր չի քննադատության լեզուները։ Հարիր չի, ասա դրա մասին, որ Աստծո զավակները թող իրանց ձեռքերից այդ քարերը շպրտեն քննադատության եւ ոչ թե մարդկանց վրա, այլ մի կողմ շպրտեն։ Լսում եք։ Երբ որ դուք ձեր քարերը շպրտում եք մարդկանց վրա օգտագործելով Աստծո խոսքը, դուք կրոնավոր մարդիկ եք, ի՞նչ տարբերություն։ Այն ժամանակ թե հիմա։ Սիրելիներ, ուզում եմ, որ մենք զանազանենք։ Քեզի Աստծո խոսքը տրված չի նրա համար, որ դու շպրտես ինչ-որ մեկի վրա։ Քեզի Աստծո խոսքը տրված է նրա համար, որ դու կանխես ինչ-որ մեկի գործունեությունը, որ գալիս է կողոպտելու, գողանալու, սպանելու քո կյանքի մեջ, քո ընկերոջ կյանքի մեջ, քո տան մեջ, քո ընտանիքի մեջ, քո հարազատության մեջ։ Բայց երբ որ դու հանկարծ Աստծո խոսքը վերցնես ու շպրտես մեկին վրա, որ քո նման մարդ է, քո աղբերն է կամ քո քուրն է, դու վնասեցիր քեզ։ Դու կրոնավոր մարդ ես դառնում այդ դեպքում։ Ու Տերը ասեց, հարիր չի այդ բանը, թող այդ քարերը շպրտեն իրանց ձեռքից, որովհետև իրանց յուղ է սպասում ու ծառայություն է սպասում։ Էնպես ուժեղ էր։ Այս խոսքը խոսացել ենք երիտասարդական այդ փառաբանության ու աղոթքի ժամանակ, ուղղակի խոսքեր Տերը ասեց, որ դրա մասին խոսանք, ու գիտեք, դրանց հետո այնքան մարդ ասում է, ես որոշում եմ կայացրել, որ էլ երբեք իմ բերանց գեշխոս դուրս չի գա։ Ջահելներ են ասում։ Ասում է, ես հասկացա, որ ինձ սա խնդիրները դրանից է, որ ես չարչարվում եմ ու տանջում եմ դրա պատճառով է, որ իմ բերանը քար եմ վերցրել ու այդ քարը շպրտում եմ ուրիշների վրա։ Ասում է, ես հասկացա, ես պետք է դադարեմ էդի, ես էլ էդի չեմ ուզում, որ իմ շուրթերը ունենա իր մեջ։ Նրանք որոշումներ են կայացրել, ես պրոստը մի բան ես Աստծուց լսել ու ազատագրել ես։ Սիրելիներ, խնդրում եմ, եթե դու տենց լեզու ունես, պետք է կանխես էդի, որտեվ էդի աննազանդության մասին է խոսում։ Տերը ասում է, քո բերանց ոչ մի գեշխոս դուրս չգա, բայց դու համառորեն աննազանդություն ես ցույց տալի։ Մտածելով թե դու ճիշտ ես խոսում, բայց դու ճիշտ օգտագործում ես մեկին գցելու համար։ Պետք չի էսի քեզ։ Էս ընդհանրապես պետք չի ոչ մեկիս։ Որտեվ դու պետք է անես խոսքեր խոսած, որ բարի կլինի, որ մեկին բարձրացնի, որ մեկին փրկի, ազատագրի։ Ու սրա մեջ պետք է հնազանդվենք։ Հիմա պատկերացեք, այս 40 օրերը մենք ինչ ենք անում, մենք մեզի դաստիարակում ենք հնազանդության մեջ, կարելի ասել վարժեցնում ենք, մարզում ենք, որ մեր զգայրաները նա ընկրթված լինեն բարիք խոսալու համար եւ ոչ թե չարիք։ Այնպես չի, որ չենք ընկե։ Ճիշտ է։ Մարդ ենք, ընկնում ենք էլ հլնում ենք, բայց չենք մնում ընկած։ Հլնում ենք, կանգնում ենք, ներողություն ենք խնդրում, շարունակում ենք, ինչ որ Աստծուն հաճելի է դա ակտիվացնել։ Թող ինչ որ մեկ ասի ամեն։ Սիրելիներ, ուրեմն եկեք տեսնենք ինչ հնազանդությունը, ինչ ուժեղ ակտիվություն է բերում։ Ամեն մի խոսք, որ դու կարդում ես Աստծուն, չկպցնես բայցը, դու ուղղակի սովորի հնազանդվես, որտեղ շատ չգիտես դրա հետև ինչա կանգնած։ Հասկանում եք։ Ասում են նա, որ իր շուրթերի վրա շնորհք ունի, թագավորների կողմն է կանգնելու, բարեկամ կլինի թագավորների, մեծամեծների կողմն է կանգնելու։ Խնդրում եմ չփչացնես այդ լավ բանը, որ ունես քո կյանքում։ Այն որ դու որտեղ հասել ես, դու զգուշ եղի, որ չփչացնես։ Որտեղ քո շնորհքի, քո խոսքի այս խոսքի պատճառով է, որ դու ճիշտ ես օգտագործել, դրա համար ես հասել ինչ-որ միտեղ։ Էսի չխանգարես, չքանդես, դու ուղղակի մնա Տիրոջը հնազանդ, որովհետև էդի է ճանապարհ բացում քեզ համար։ Գիտեք, Աստվածաշնչի մեջ մենք տեսնում ենք, որ շատ մարդիկ, երբ որ հնազանդվեցին, ինչ զարմանալի բաներ ակտիվացրեցին։ Մենք սա կարդում ենք, արդյունքը տեսնում ենք, բայց ինչ-որ բանալի բաց ենք թողում տեսադաշտից։ Գիտեք, որ բանալին հնազանդության բանալին։ Երբ որ Սարեփթացի կնոջ մոտ պետքա Եղիան գար, Աստված իրեն ասեց Եղիա, երբ որ էթա Սարեփթացի կնոջ ես հրամայել եմ, որ քեզի կերակրի։ Որտեվ ինքը ժամանակաշրջանում փախեր, ագրավներն էին կերակրում իրան, միսու հաց բերելով, ժայռերն էին իրան ջուր տալիս, որտեվ ինքը փախ վիճակում էր գտնվում։ Այսինքն ամեն բան Աստծո զավակների համար կարա գործակից դառնա, եթե ես ու դու մնանք ճիշտ ալիքի վրա։ Ու գիտեք, հետո ինքը ասում է Սարեփթայում քեզի կկերակրի մի հատ որբևայրիկին։ Եղիան գալիս այնտեղ, այնպես տպավորությունը, որ հրամանը արդեն առած այդ կինը, բայց բանից պարզվում է հրամանը հենց ինքն էլ բերում է։ Եղիան Աստծուց լսում է, որ հրամանը արդեն արձակված է, բայց հետո պատմություն, որ մի քիչ ուշադիր նայես, կտեսնես, որ այդ հրամանը, որ արձակված է, հենց Եղիան էլ բերում է Սարեփթացի կնոջ մոտ։ Հենց այս կինը հնազանդվում է։
հրաշքը ակտիվանում է։ Ու ինքը դառնում է իր ընտանիքի արթնության մարդը։ Իր ընտանիքի։ Պատկերացեք, իր ընտանիքի արթնության մարդն է դառնում։ Ինչ արթնության, որ այդ ընտանիքը երբեք սովի ազդեցություն չի վերապրում։ Դա կոչվում է արթնության ազդեցություն։ Ինչի, որտեվ այդ ընտանիքը Աստծո հրաշքը տեսավ։ Ինչի հաշվին, հնազանդության հաշվին։ Երբ որ դու հնազանդվում ես, դու արթնություն ես բերում քո տան մեջ, սիրելիներս, այդ անձնավորությունը այդ արթնությունը բերեց։ Մի ուրիշ անձնավորության մասին մենք կարդում ենք 4 Թագավորաց 4 գլխում, որ մեկը պարտքերի մեջ էր, մարդը մեռած էր, երեխեքին էլ պարտքի տեղ ուզում էին տանեին։ Պատկերացեք, հանկարծ գալիս են Եղիսեի մոտ, Եղիսեին ասում է, Եղիսե, դու գիտես մարդուս, ճանաչում ես մարդուս, բայց ինքը մահացել է, պարտքատերերն եկել են երեխեքից ուզում են տանեն։ Ու այս Եղիսեն ինքան ուզում է օգնի, չի գնում պատճառը հետևանքային կապ փնտրում, որ հասկանա ինչն էր պատճառը, որ այդ ձև վիճակում է դա հայտնվի։ Նա որոշում է, ասում ինչ անեմ քո համար, ասա, ինչ կարամ ես քո համար անեմ։ Ինչ ունես։ Էն էլ ասում է մի քիչ բան ունեմ, ոչ մի ուրիշ բան չունեմ։ Ասում է շատ լավ, ինչ ասեմ պետք է անես։ Այս ժամանակ ինքը ասում է գնա, էս արա, էս արա, էս արա, ու ասում է շատ ամաներ քաղաքես, հետո այդ յուղը կլցնես։ Այս կինը իր հնազանդության պատճառով դառնում է իր ընտանիքի փրկության, արթնության մարդը։ Իր հնազանդության պատճառով, որտեվ հավատաց ասողին ու հնազանդվավ այդ ասածները անելու։ Ու պատկերացնում եք, ոնց որ ես մի բան տեսեմ, որ Տերը ուզում է զարմանալի բաներ անի ձեր յուրաքանչյուրի մեջ։ Դադարեք անհնազանդության մեջ ելնելը։ Ուղղակի դադարեք, ձեզի չխաբեք մտածելով, որ դուք հնազանդ եք, բայց անհնազանդ եք պահում ձեզ։ Գիտեք, եթե դուք իրապես հնազանդ ելնեք Աստծո բաներին, դուք տեսնելու եք իր ձեռքը։ Ես էդի տեսնում եմ ձեր վկայություններից, երբ որ դու գալիս ես հանկարծ վկայում ես, ոգևորված, թե ինչա կատարել։ Ես ասում ինչ լավ է, որ հնազանդվել է։ Դու ոչ չգիտես ես ինչի մասին եմ մտածում։ Ես այդ պահին, որ դու վկայում ես, ես ասում եմ, ինչ լավ է, որ հնազանդվել է այս մարդը։ Հնազանդվել է, բանը կատարվել է։ Բայց երբ որ հանկարծ գալիս ես, սկսում ես, ասենք նեղվել, քննադատել, մեղադրել, հիասթափվել, էլի բան եմ հասկանում։ Ինչ եմ հասկանում, որ ինչ որ հարցում հնազանդ չես եղել, դրա համար է տենց վիճակ եղել։ Հետո սիրուն ձևով ուղղություն եմ տալի, ոչինչ, արի դավայ աղոթենք, այս բան հնարավոր է, այս բան հնարավոր է, դավայ նորից խնդրենք, հնարավոր է, մեր հույսը մեռաշի, նահարություն առը մեռելն է։ Ու մեկ էլ հանկարծ բաներ են սկսում ակտիվանալ նորից։ Սիրելիներ, մենք տեսնում ենք, որ սա ամբողջ կռիվը էթում է քո ու իմ հնազանդության դեմ, որ մենք Աստծո ուզածին չհնազանդվենք։ Համար առաջին մեղքը, որ այս աշխարհի մեջ սկիզբը դրե ամեն չարիքի, դա անհնազանդության մեղքն է եղել։ Դրա համար քո ամենամեծ կռիվը շնության ոգին չի։ Քո ամենամեծ կռիվը գողության ոգին էլ չի։ Քո ամենամեծ կռիվը անգամ ապստամբության ոգին էլ չի։ Ամենամեծ կռիվը, որ դու ունես, երբևիցե որ դրա հետ միշտ կռիվ կունենաս, դա անհնազանդության ոգին է։ Քո ամեն ձախորդությունը անհնազանդության ոգու հետ կապ ունի։ Ու ես ու դու պետք է դրան հակառակ ենք։ Մենք ուզում ենք լավ բաներ լինի, բայց անհնազանդության մեջ ենք։ Ապաշխարություն է ուզում։ Դու պետք է ապաշխարես քո պահվածքի համար։ Ինչի, որովհետև ինչքան դու ասում ես ես հավատում եմ, բայց չես հնազանդվում, նշանակում է դու քեզ խաբում ես։ Մինչև երբ։ Մինչև որ խազն ես ուզում քեզ խաբես։ Մինչև որ էլ ոչ մեկի պետք չլնես։ Պետք չի սենց։ Պետք չի սենց։ Պետք է ինչքան արագ լնես, այնքան շատ արագ դուր կբացես մեծ բաների։ Դուք պատկերացեք Եսայան, ինքան հրաշալի օրինակ է Եսայա օրինակը։ 6-րդ գլխում ինքը հանկարծ Աստծո իրականությունն է ճաշակում, ու այդ Աստծո իրականությունը այդ ծառայող մարդուն, որ ծառայության մարդ էր ինքը, արդեն ինքը բաներ էր խոսում, հանկարծ ինքը տեսնում է, որ ինքը պիղծ շուրթեր ունի։ Ու անգամ այն ժողովուրդը պիղծ շուրթեր ունեցող ժողովուրդ է, որի մեջ ինքը ապրում է։ Ու ես ասում եմ Աստված, ինչ է նշանակում պիղծ շուրթեր։ Այդ նշանակում է, որ դու Աստված ունես, բայց քեզ պահում ես ինչպես չունեցողի պես։ Դա կոչվում է պիղծ շուրթեր, որտեղ քո խոսքերը հայտնում են դա։ Որ դու Աստված ունես, բայց քեզ պահում ես ինչպես անհավատի պես։ Ինչու՞, որտեղ ինքը կա, բայց հավասար է, որ չկա։ Ինչու՞, որտեղ իր դրսևորմանը տեղ չես տալի, որ դրսևորվի քո մոտ։ Ինչի հաշվին։ Անհնազանդության հաշվին։ Ու երբ որ Եսայան ինքը թույլ տվեց, որ այդ կրակը դիպչի իր շուրթերին, ինքը արթնության մարդ դարձավ։ Գիտեք ինչ արթնություն։ Ինքը ասեց, ով կուղարկի, ես։ Ինքը լսեց Աստծո ձայնը։ Ու Աստված իրան ասեց,
Գնա այս բաները արա։ Ու էդի մարգարեական էր, որ Հիսուսը հնազանդվեց, եկավ երկիր ու արթնություն բերեց այս աշխարհի մեջ։ Արթնությունը սա ամբողջ արթնությունը սկսել է հնազանդ մարդկանցից այս պատմության մեջ մարդկության։ Ամեն ժամանակներում հնազանդ մարդիկ, նրանք պատմության ճակատագիրը գրողներն են, անգամ իրանց պատմության ճակատագիրը։ Հո մեզանց ոչ մեկ չգիտի Սարիփթացի կնոջ անունը, իր տղու անունը ոչ մեկ չգիտենք, բայց իրանց պատմությունը մեզի արթնացնում է։ Մենք ոչ մեկը չգիտենք այդ մյուս կնոջ որբևայրի, որ պարտկատերեր եկել են տանեն, բայց իրանց պատմությունը մեզի արթնության է բերում։ Իրանց հնազանդությունը արթնության է բերում։ Սիրելիներ, Աստծո որդիներ, դուսրեր, գիտեք այնքան զարմանալի բան եմ տեսնում, որ Տերը ուզում է յուրահատուկ բաներ իրականացնի մեր յուրաքանչյուրիս հնազանդության միջոցով։ Հնազանդությունը, արթնությունը իրար հետ շահկապված թեմաներ են։ Դա ուղղակի չի գնում։ Հանկարծ մեկը որոշում է հնազանդվի Աստծո ուզածին, մեկ էլ տեսնում ես արթնությունը գալիս։ Ես երեք ուղղակի անկեղծ ասեմ, գտնվելով միտեղ, դա մաքուր հնազանդության ակտ էր։ Մաքուր հնազանդության ակտ էր, ոչ թե առաջնորդության։ Ես ուղղակի հնազանդվեցի, որ գտնվա երեք ինչ-որ մի ընտանիքի սուքի մեջ, որ կարողանա ինչ-որ ձևով մխիթարել։ Էդի մաքուր հնազանդության ակտ էր։ Ու մենք պետքա բաց լինենք այսպիսի հնազանդությունների համար։ Այն ինչ որ ես վերապրեցի երեք, ես հասկացա, որ դա մաքուր հնազանդության ակտ է։ Ու մեկ էլ հանկարծ ներսս ես sense զգում եմ, որ ինչ լավ է, որ մենք սովորենք հնազանդվել։ Մենք արթնություն բերող մարդիկ կդառնանք, մենք իրականում փոփոխություն բերող մարդիկ կդառնանք, մենք մի նոր բաների մեջ մտնող մարդիկ կդառնանք, որովհետև հնազանդ մարդկանց համար դուռ է բացվում։ Խնդրեմ նվագողներից մեկը գա։ Գիտեք, երբ որ Հիսուսը հնազանդվեց հոր ցանկության ու եկավ այս աշխարհ, մենք տեսնում ենք իր հնազանդությունը մեր ամեն մեկիս փրկության պատճառ դարձավ։ Մենք Հիսուսից սովորում ենք հնազանդություն, որովհետև իր հնազանդությունը լավ օրինակ է։ Նա երբեք Աստծո խոսքը ականջի հետև չգցեց, անգամ մեկ օր ինքը կանգնած էր մի հատ մեծ բանի առաջ, ոնց ասեմ, գայթակղություն ասեմ, թե ինչ ասեմ, որ Գեթսեմանի պարտեզում նա խնդրում էր հորը ասելով, հնարավոր է, որ այս բաժակը ինձ անցնի, թեպետև ես գիտեմ, որ սրա համար եմ եկել։ Ու ես մտածում ես, Հիսուս, ինչ էր կատարվում այդ պահին քո հետ։ Ինչ էր կատարվում։ Դու միշտ Աստծուն հաճելի բաներն ես արել ու եկել ես այդ պահի մեջ ու հանկարծ այդ ինչ պետքա քո հետ կատարվեր։ Իր հնազանդությունը Աստծուց կտրվելու թեմա էր։ Մեր փոխարեն։ Իսկ մեր հնազանդությունը Աստծուն մոտիկ լինելն է։ Երբ որ դու Աստծուց կտրված կյանքով ես ապրում, դու անհնազանդ մարդ ես կոչվում։ Բայց երբ որ դու Աստծո հետ ես ապրում, դու հնազանդ մարդ ես կոչվում։ Գիտեք ինչու, որովհետև օրերից մեկը շատ թանկին վճարեց Աստծուց կտրվելու քո խաթր ու իմ խաթր։ Բայց ավելի շատ երկնային հոր խաթր։ Նա որոշում կայացրեց այդ բաժակը, որ բաժանության բաժակ էր, այդ բաժակը, որ պետք է ամբողջությամբ նույնանար անգամ մեղքի էության հետ Հիսուսը։ Ինքը այս բանը, երբ որ ինքը արեց, գիտեք, իր հնազանդությունը մահվան գին արժեր, իր հնազանդությունը բերեց մեզ այս կետին, որ մենք կարողանանք Աստծո հետ շատ մոտիկ լինենք։ Ու այդ հնազանդությունը արթնության բանալին է դառնում այս դեպքում։ Եթե դու հնազանդվում ես, իրականում բաներ են սկսում կատարվել, փոփոխություններ են սկսում կատարվել։ Գիտեք, շատ պատմություններ, որ սենց գալիս է մեր աչքի առաջով։ Աստված կանչում է իր զավակներին կամ իր հետևողներին, աշակերտներին, ասում է, ուզում եմ, որ դուք բազում ժողովուրդների կերակրեք, բայց մենք հաճախակի ունենք այսպիսի մտքեր, այսքան փողերն էլ հերիք չի այսքան գործ անելու։ Ստե մի փոքր բան եմ, բայց ես ինչ կարա ես ամեն ինչի համար անի։ Էսի մեր մտքերն է։ Մենք հաճախակի այս մտքերով ենք շարժվում։ Աստված ուզում է քո միջոցով արթնություն իրականացնի, բայց մենք հաճախը գիտեք ոնց ենք անում, ասում ենք, դե ես այդքան ժամանակ չունեմ։ Այդքան ժամանակ չունեմ։ Խնդրում եմ դադարեք անհնազանդ խոսքեր ազատագրել։ Ուզում եմ, որ մի քիչ մտածես։ Եթե երկնքի երկրի արարիչ եկավ երկիր, իհարկե ինքը ժամանակի մեջ չէր ապրում, բայց ինքը ժամանակ տրամադրեց գալես երկիր։ Ինքը ժամանակ տրամադրեց,
որ անգամ ծառայի քեզ մինչև վերջ ծառայի, անգամ սիրի քեզ մինչև, անգամ խաչի գինը ունենա։ Ինքը ժամանակ տրամադրեցրելն էր։ Ու գիտեք, ուզում եմ, որ մենք սովորենք Հիսուսից հնազանդություն։ Ոչ թե մենք ասենք մենք ժամանակ չունենք։ Մենք ասենք Տեր, ինչ կարամ անեմ քո համար։ Ախր այնքան բան ես դու արի իմ համար։ Ես ինչ կարամ անեմ։ Ինձ այնքան դուր է գալի Պողոսը, որ երկար բազար չարեց հանդիպելուց Հիսուսի հետ։ Մենք այնքան հիանում ենք Պողոսի ծառայությունով, այնքան հիանում ենք, թե Պողոսը ինչ զարմանալի գործեր է իրականացրել, ինչ զարմանալի հրաշքներ ու դրսևորումներ։ Մարդիկ կան իրական տարված են Պողոսով ու Պողոսի արածներով։ Բայց սիրելիս մի տարվեք դրանով, տարվեք, թե ինքը ոնց հնազանդվավ Տիրոջով։ Այսի սովորեք Պողոսից։ Նա ասեց, ինչ ես ուզում անեմ քո համար։ Ու դրա վրա մնաց սաղ կյանքի վերջը։ Նա չգնաց իր ուզածների հետևից։ Նա ասեց, ինչ ես ուզում որ քո համար անեմ։ Նա հնազանդվավ, այնց հնազանդվավ, որ մենք ունենք ինչ որ ունենք, որ մենք կարդում ենք ու չենք կշտանում իր արածներից։ Ինչա Տեր իր միջոցով արել, որ դա հավիտենական վկայություն է դառնում մեզ համար։ Ինչ կարած դու Տիրոջ համար անես, էդի հնազանդությունը քո կորոշի։ Տերը շատ բան է ուզում, որ դու անես, որտեվ ինքը քեզ կանչել է։ Գիտեք, մի պատմություն էլ տեղին կլինի հիշել։ Երբ որ այն դիվահարված մարդուն ազատագրեց Հիսուսին, որ 2000 դև իրանից հեռացրեց, այնքան դուրս գալիս այդ պատմությունը, որտեվ այս օրերի մեջ այդ պատմությունը այնպես կենթանացավ այս ընթացքի մեջ, այնպես է կենթանացրել, որ այդ մարդը աղաչում էր Հիսուսի հետ ման գար, բայց Հիսուս ասում է, չէ, դու չես կարող իմ հետ ման գաս։ Բայց ես քեզ պատվեր եմ տալի, գնա քո տունը, պատմի թե Աստված ինչ արել քո համար։ Ու այս մարդը գնում է իր տունը, պատմում Աստված ինչ արել։ Հնազանդվում է Հիսուսի ասածներին։ Ու պատկերացեք, ինքը դառնում է այդ ամբողջ տարածաշրջանի արթնություն բերող մարդը։ Ինչու, որովհետև մի հատ մարդ, որը առաջ դիվահարված էր, սաղ տարածաշրջանը ճնշած էր պահում, վախերի մեջ էր պահում, սարսափների մեջ էր պահում, հիմա այդ նույն մարդը Հիսուսի միջամտության միջոցով եւ Աստծո պատվերին հնազանդվելով, այդ նույն մարդը, որ բժշկվավ ու փրկվավ, չգնաց իր համար ապրելու, նա հնազանդվավ Աստծո պատվերին, արդյունքում մենք տեսնում ենք, որ այդ ամբողջ տարածաշրջանը փրկության մեջ է գալիս, Հիսուսին է ընդունում։ Ինչու է ընդունում, որտեղ մի մարդը հնազանդ գտնվավ։ Սիրելիներ, մի մարդ հնազանդ գտնվավ, այդ դիվահարվածը, որ սաղ իրանց փախնում էին, հանկարծ դարձավ այդ ամբողջ տարածաշրջանի արթնության հիմքը դնողը։ Նա արթնության մարդ դարձավ։ Ինչի հաշվին, Հիսուսի պատվերին հնազանդվելու հաշվին։ Երբ որ դու հնազանդում ես, դու արթնության մարդ ես դառնում, որովհետև գիտեք, շատերը արթնության մասին կարան խնդրեն, բարձրաձայնեն, բայց անկեղծ, եկեք մենք այսօր հասկանանք, որ արթնությունը հնազանդ մարդկանց է փնտրում։ Ու այդ հնազանդության ամբողջ պոտենցիալը քո մեջ կա, որտեղ Սուրբ Հոգին է քո մեջ բնակվում։ Աստծո հոգին է քո մեջ բնակվում, Հիսուսն է քո մեջ բնակվում, քեզ պետք է Հիսուսի հետ խորհրդի նստես, ոչ թե քո դատողության, ոչ թե քո մտածելակերպի, ոչ թե քո հասկացածների, ոչ թե քո զգացմունքների, քեզ պետք է քո Տիրոջ խոսքի հետ հնազանդության մեջ մտնես։ Այս ժամանակ արթնությունը չի ուշանա, նա շատ ավելի արագ կլինի, նա կսկսի քո տնից։ Գիտեք, եթե ուշադրություն դարձեցիք, այս Սարեփթացին իր տան արթնությունը ապահովեց, մատակարարման այդ ճոխությունը բացեց իր համար։ Այս մեկը բարքերից ազատեց իր տունը եւ ինքը դարձավ բիզնեսմեն իր ընտանիքի հետ միասին։ Հետո տեսնում ես, որ այն մյուսը ավետաբեր դարձավ, Աստծո պատգամաբերը դարձավ, կյանք բերող մարդ դարձավ, որտեղ իր շուրթերը մաքրվեցին ամեն պղծությունից։ Հետո տեսնում ես, որ այս դիվահար մարդը ինչ արեց։ Ինքը դարձավ այդ 10 քաղաքների արթնության հեղինակը։ Մենք ավելի շատ խոսում ենք, հիմա լսեք, մենք ավելի շատ քարոզներ ենք լսել արյան տերատեսությամբ հիվանդի մասին, ավելի շատ քարոզներ ենք լսել Հայրոսի աղջկա հարության մասին, ավելի շատ քարոզներ ենք լսել այդ տարածաշրջանում եղած կույրերի բժշկության կամ խուլերի ու համրերի կամ դիվահարվածների ազատագրության մասին, բայց շատ քիչ բան ենք լսել այդ ազատագրված մարդու հնազանդության մասին, որ հնազանդվավ Աստծո պատվերին ու ճանապարհ պատրաստեց այդ բոլոր մարդկանց հրաշքների համար, որտեղ Հիսուսը եկավ այդ տեղը, ու այս բոլոր մարդիկ այդ հրաշքները ստացան, ինչի հաշվին, որտեղ ինչ որ մեկը հնազանդվավ պատմելու, թե Աստված ինչ արել իր համար։ Ու այսօր երբ որ մենք հաղորդություն կունենանք, սիրելիներ,
Ուզում եմ ամենայն հնազանդությամբ այս բանը անենք։ Գիտակցաբար անենք։ Երբ որ դուք այդ հնազանդությամբ կանեք, ասա Տեր, ես այս հաղորդությանը մասնակից եմ ելնում մի նպատակով, որ դու առաջինը արժանացրել ես ինձ, որ ես մասնակից լինեմ այս հաղորդությանը, եւ երկրորդը շատ կուզենամ, որ ես քեզ հնազանդ մարդ լինեմ, քո ուզածները անեմ եւ ոչ թե իմ ուզածները, որովհետեւ եթե քո ուզածները ես անեմ, ես արթնության մարդ կլինեմ, ես արթնություն բերող մարդ կլինեմ։ Իսկ Տերը ուզում է, սիրելիներս, այս մթնոլորտի մեջ ուզում եմ, որ մենք բարձրանանք, որ մոտենանք հաղորդությանը։ Ինչ հրաշալի է Տիրոջ ներկայությունը։ Սուրբ Հոգին ստեղ զարմանալի բաներ է ուզում անի։ Ձեր միջոցով զարմանալի բաներ է ուզում անի։ Հավատում եմ, որ եթե ես ու դու սրան ուշադրություն կդարձնենք, շատ մեծ բաներ ենք տեսնելու։ Ինչ որ բան վերցնում ես քեզ համար, այսօր Սուրբ Հոգին մեր սրտից սիրտ խոսակցություն է բարձրացրել։ Նա կարևորում է այս բաները, որովհետև ինքը հետաքրքրված է այն մեծ բաներով, որ քո միջոցով պետքա տեղի ունենա։ Ինքը դաժե փոքր բաներով։ Դրա համար ասում եմ, եթե փոքրի մեջ հնազանդ եղար, մեծի մեջ էլ հնազանդ կլնես։ Սիրելիներ, Հիսուս այստեղ ներկա է։ Հիսուս այստեղ ներկա է։ Հալելույա։ Հիսուս այստեղ ներկա է։ Եկեք կանգնենք մի պահ նրա ներկայության մեջ, փակեք ձեր աչքերը, խոսեք իր հետ, ձեր սիրտը բացեք, ասեք, օգնի ինձ, որ ես այդ բաները ճաշակեմ, օգնի, որ ես չհամառեմ, չհակառակվեմ, ես քարերի ինձան շպրտում եմ, ես ուզում եմ քեզ հնազանդվեմ, սովորեցրու քեզ հնազանդվել, սովորեցրու քո հետքերով քայլել, քո ուզածները անել։ Հնազանդ մարդիկ, նրանք արթնության մարդիկ են։ Բոլոր նրանք, ովքեր հնազանդության մեջ քայլեն, նրանք այս աշխարհի մեջ եղանակ են փոխելու։ Բոլոր նրանք, ովքեր հնազանդության մեջ ման կգան, նրանք ոչ միայն եղանակ կփոխեն, նրանք շարժ կբերեն, արթնություն կբերեն։ Սկսած իրանց տներից, իրանց ազգատողներից, իրանց շրջապատող մարդկանցից։ Շատերը գիտեք, ես այն օրը խոսում եմ մի բանի մասին։ Ասում եմ, այս աշխարհը փչացնում է բոլոր հավատարիմներին։ Պարադոքսը, բոլոր հավատարիմներին փչացնում է այս աշխարհը, բայց մի ժամանակ հավատարիմ մարդ է փնտրում։ Զարմանալ կարելի է։ Ամենավերջի մեղավոր մարդ իր կողք ուզում է հավատարիմ մարդ լինի։ Համ փչացնում է հավատարիմներին իր կողք եղած, համ էլ մի ժամանակ հավատարիմ մարդ է փնտրում։ Այ քեզ պարադոքս։ Արի դու մի փնտրի հավատարիմ մարդ, դու ինքդ եղի այդ հավատարիմ մարդը։ Լավ։ Եթե դու ինքդ կդառնաս այդ հավատարիմ մարդը, ինչ որ մեկը միգուցե կշահի, ինչ որ մեկը միգուցե կբժշկվի, ինչ որ մեկը արթնություն կճաշակի, քո հավատարմության պատճառով Տիրոջ նկատմամբ։ Կանգնենք Տիրոջ առաջ։ Տեր, մեր սիրտը բացում ենք քո առաջ ու շնորհակալություն ենք հայտնում, որ դու տալիս ես խոսք մեր յուրաքանչյուրի սրտի համար։ Շնորհակալ ենք, որ դու ոչ թե նախատում ես, շնորհակալություն ենք հայտնում, որ դու ոչ թե մեզ մեղադրում ես կամ քննադատում ես, այլ խրատում ես, հանդիմանում ես, որովհետև դու թանկգնով գնել ես մեզ եւ դու հետաքրքրված ես մեր հաջողությունով եւ ոչ թե քո հաջողությունով, որովհետև դու ինքնաբավ Աստված ես։ Ոչ մեկ չի կարող քո հաջողության վրա հաջողություն ավելացնի կամ քո հաջող վիճակը պակասեցնի։ Դու ինքնաբավ Աստված ես, դու այնքան բավարարված մեկն ես, որ չկա մի բան, որ կարող ավելացնի։ Դու ուրախանում ես, երբ որ մենք իմաստությամբ ենք վարվում։ Դու նաև կարաս տխրես, երբ որ մենք իմաստությամբ չենք վարվում։ Բայց դու այնքան ինքնաբավ ես, որ դու ավելի շատ հետաքրքրված ես, որ մենք տեսնենք քո փառքը։ Ահա թե ինչու Հիսուս դու ասում ես, ուզում եմ այն փառքը, որ ես ունեմ քո մոտ, իրանք տեսնեն, օգնի, որ մեզանց յուրաքանչյուրս հնազանդվենք եւ քո փառքը տեսնենք, որովհետեւ քո խոսքը շատ հստակորեն ցույց է տալի, որ ամեն մի հնազանդվողը քո խոսքերին նրանք իրականում մխիթարություն բերողներ են, կյանք բերողներ են, արթնություն բերողներ են, փոփոխություն բերողներ են, ռեֆորմացիա բերողներ են։ Նրանք ովքեր հնազանդվում են քո ուզածներին, նրանք շարժ բերողներ են, կյանք տարածողներ են, հրաշքներ բերողներ են։ Տեր, այս բոլոր պատմությունները կարելի է խոսել ու խոսել,
որտեվ ամեն մի հնազանդության օրինակը, որ մենք կարդում ենք Աստվածաշնչի մեջ, մենք տեսնում ենք, որ դրա հետ միասին արթնություն է գալիս, դրա հետ միասին շարժ է գալիս, կյանք է գալիս, բարիք է գալիս, իրարանցումներ են գալիս, փոփոխություններ են գալիս։ Օ Սուրբ Աստված, մենք ողորմություն ենք կանչում ամեն մեկիս վրա։ Եվ խնդրում ենք ներես մեզ յուրաքանչյուրս ամեն մի աննազանդության համար, որ մենք ցուցաբերել ենք քո հանդեպ, որևիցե մի հարցի շուրջ, որևիցե մի բնագավառում, որևիցե մի ոլորտում, օգնի, որ մեր որևիցե մի հնազանդությունը, որ ունեցել ենք, մենք դա ծածկոց չօգտագործենք որևիցե մի աննազանդության վրա։ Օգնի, որ մենք յուրաքանչյուրս հասկանանք, որտեղ հնազանդվել ենք, արդյունք ենք տեսել, որտեղ մենք չենք հնազանդվում, արդյունք չենք տեսնում։ Օգնի, որ մենք շատ հստակ լինենք եւ շատ ընկալելի լինենք եւ ոչ մի բան չծածկենք, այլ ավելի արագ լինենք բաները փոխելու մեր կյանքի մեջ, որտեղ Տեր դու հետաքրքրված ես ամեն մեկի միջոցով մեծամեծ բաներ իրականացնելու։ Թող յուրաքանչյուրը հավատարմորեն եւ հնազանդների պես քայլի քո ուզածների մեջ այնպես, ոնց որ դու ուզում ես, որովհետեւ եթե իրականում մարդիկ տրվեն քո խոսքին, հնազանդվեն, նրանք պետքա քո փառքը տեսնեն, ու դու հետաքրքրված ես, որ քո փառքը յուրաքանչյուրը տեսնի, որ յուրաքանչյուրի տան մեջ արթնություն գա, որ յուրաքանչյուրի ազգատոհմի մեջ արթնություն գա, որ ոչ թե վախերի պատճառով անհնազանդներ գտնվեն, այլ ընդհակառակը խիզախ ու համարձակ լինեն, երկյուղած լինեն եւ հնազանդվեն քո ասածներին, որտեվ քո ասածների մեջ է կյանքը, Տեր։ Մենք կարանք չարչարվենք, բայց ոչ մի արդյունքի չհասնենք, որտեվ քո օրհնությունն է, որ հարստացնում է, չարչարվելը ոչ մի բան չի ավելացնում, եւ դուր մեզ հնազանդվենք քո օրհնության խոսքին եւ ոչ թե մեր կարողություններին, որտեղ մեր կարողությունների մեջ շատ ու մի անեծք կա, որովհետեւ երբ որ մեր հույսը դնում ենք մեզ վրա, մենք լավ էլ վնասվում ենք եւ վնասում ենք, բայց երբ որ հույս ենք դնում քեզ վրա, մենք կյանք բերող մարդիկ ենք դառնում, երբ որ մենք հնազանդվում ենք քո ուզածներին, ապա կյանքը գալիս քո գահից մեր յուրաքանչյուրիս մեջ եւ յուրաքանչյուրիս միջոցով օրհնում ենք քեզ ու փառաբանում ենք քեզ Հիսուսի զորավոր անունով։ Հալելույա։ Հալելույա։